Հիմա այսքան տարի անցել է։ Ես եմ քեզ շատ սիրում, բայց դու ես ինձ շատ սիրում։ Այդ բառերը այն ժամանակ էլ չես ասել։ Մենք իրար հասկացել ենք արդեն հայացքից։ 18-20 տարեկանի սերն ուրիշ է, իսկ հիմա այս տարիքի սերն ուրիշ է։ Եթե հիմա իրար մենք չսիրենք, մենք իրար չենք կարող գոյատևենք։ Դա համար դել շատը քեզ համար ես երևի մտածում, որ ես քեզ համար այդ տարիքում շատ պետք է, շատ։ Պակասություն էլ ա եղել, խոսակցություն էլ ա եղել, բայց մեկս մեկին հարգելով, մեկս մեկին ոնց զիջելով, իրար հասկացել ենք։ Անևի հետ պտտվեր, տեռնենք 18-20 տարեկան, էլի լավ է, ոչ չի կյանք են ներես, էլի միգուցե ավելի լավ կլի, եթե ինչ-որ սխալ արել են գրեինք, այդ սխալը չենք կրկնի։ Կյանքի երջանիկ օրեր ա մեզ համար, ապրել ենք երկար տարիներ իր հետ միասին, 60 տարի ապրել ենք, հիմա մեր կյանքը միասին վայելում ենք, Աստված մեզ ինչքան կյանք տակ ապրենք, էլի, մեր երեխեքի համար, մեզ համար ավելի շատ։ Ուր ես գնում։ Հենե գնում եք ճոճանակ լսնենք ես նոդի։ Վայ, ոնց անպայման, արի։ Ես Վաղարշակի հետ ծանոթացել եմ գյուղում։ Մենք մի գյուղացի ենք։ Ինքը վարորդեր աշխատում, մեզ տանում էր գործի, բերում էր։ Թե ինքն այդ ձեզ ծանոթացել, ես եմ ծանոթացել, ես չեմ ման թե ոնց եմ ծանոթացել։ Խոսել է, հարցնում էր, առաջարկություններ կգաս, իրիկունու կինո կա, գնանք կինո։ Ասում էի, չէ, հայրիկս, եղբայրս չեն թողա, ես մենակ գնամ կինո։ Կինո ենք գնացել, իրաց տուն եմ գնացել եմ իրաց տունը նստել, հələ ոչ ամուսնացած, ոչ նշանված, ասա դու սարի գնա աղբերս հեսա գալվա։ Ինքը գիտեր այն ժամանակ իմ դեմը փախ չկար։ Ասա աղբերը թողա, բայց աղբերը պանով է, ջանով դրփողից մեծ է։ Ասա ես չեմ վախենում աղբորից հետ։ Սենց գնում էինք, գալիս էինք, հանդիպում էինք։ 2 տարի խոսել ենք իրար հետ։ Ուր ես գնում։ Հենե գնում եք ճոճանակ լսնենք ես նոդու։ Վայ, ոնց անպայման, արի։ Կծծաղ են մեզ վրա։ Քեզ չեմ տարել ծովավ, հիմա բերում եմ ստե ճոճանակ նստենք։ Երեխեքս ամենտեղ տարել են, Եվրոպային տարել։ Դա ինչ կար լավ ճոճանակ է։ Նստում ենք ես նոդու ճոճոնվենք։ Չէ, չեմ կարա։ Ախի չես կարա, ինչ ա եղել։ Չեմ կարա, դու նստի։ Դու պիտի ճոճոնես։ Նստի, ես քեզ կօգնեմ, նստի։ Դու եմ հիմա։ Պասելա չէ։ Չետ նստի, դե, որ չնգնես։ Դե որ չես նստեմ ինչ։ Էլի մենակ եմ։ Մենակ չես, կողքիդ եմ, ճոճոնում եմ քեզ։ Ճոճոնեսի կարող ա քնեմ իմաստեր։ Դե քնի։ Ապրես։ Դու ինձ մի քիչ օրորի, որ կողքնես, ես երբ նորից կիշնեմ, քեզ կորորեմ։ Չէ, ես չեմ ուզում։ Դու ինձ ես օրորեմ, ես քեզ եմ օրորում։ Մեծացել եմ, էլի կա փոքր երեխան կամ մեծ մարդը։ Օրորի որ մի քիչ քնեմ։ Բա որ քնես ընկնես։ Չեմ ընկնի, որ քնեմ ինեմ մոտս ես կբռնես։ Ու քեզնից հարազատելով ունեմ։ Մի քնի։ Ծիրաններն է ծառիների ու մարդը։ Երեխա ժամանակը չես ճոճորել, հիմա արդեն ճոճոնի, ինչ անեմ։ Տարազով, թել մազերով, իմ յարնեկավ անցավ, հազար նազերով,
լորը գնաց մնացի բարևի նկարով ես իրան սիրահարվել եմ որ ասեմ լավ գանգուր մազեր ուներ բիրետ էր դնում են ուզբեկական այն չէ այն բիրետներից կողքի դնում էր այդ բիրետին եմ սիրահարվել Ադե աղջիկ էլի ջայել աղջիկ էսել ջայել տղա է սիրուն աղջիկ են ժամանակ Սիրուն ասեմ ճտպտան, ես իմ երկող, բանող նենց էլի, հա։ Ես երկել եմ։ Են ճանապարհի ներքևին ծնունդ ա եղել, ես ընդ ծննդի մասնակից եմ եղել։ Ինքը իրենց հայաթմը նստած ես այդ օրը 15-18 հատ երգ եմ երկել այդ ծննդի տեղը։ Մեր բարեկամի աղջկա 15-ամյակ ա եղել։ Ինքն էլ ընդ նստած լսում, գիտեի էլի որ ընդ նստած լսում ա։ Դե չեմ ասեմ բանը երկել, օպերաները մա երկել կամ ինչ-որ համերգները մա երկել։ Ես ինչ իմանամ փոքր քեֆերի բանի ինքը իր ընտանիքի համար մեկ-մեկ ձեներ անում էլի։ Գնում էր ներքևների որտես մեկ էր 2-4 մատը դնում էր բերան շվացել են։ Որ ես գնամ հասնեմ իրան։ Դե ջայլություններ էլի։ 4-ն էի դնում որ շվացնում էի ես ինչքան հեռու ելներ լսում էր։ Դե ջայլություններ էլի։ Գնում էինք հանդիպում էինք խոսում էինք։ Ոչ մի անգամ ես իրանից չեմ լսել, որ ասի ես քեզ սիրում եմ։ Դա կես բարեր ավարս ես քեզ սիրում եմ։ Սիրել չպիտի ասես, սիրելը պիտի զգա որ սիրում ես։ Ինչ է, տատին ես գրկեմ սաղոնս տամ ասում ես քեզ սիրում եմ։ Ասիրահարվել է տենց բար չենք մենք օգտագործել։ Այնքան որ մենք իրար նայելով արդեն հասկացել ենք որ մենք իրար սիրում ենք։ Միշտ ես սիրել եմ։ Սիրելը գիտես որն է։ Սիրելն նա որ գնում են գալիս են մեկի տուն հարսանիք են գնեմ քեֆի են գնեմ մեր տան մեջին նստում ենք իր հետ խոսում ենք զրուցում ենք մեր լեզվով ասած պետք է զգաս ինքը զգում է որ ես իրան սիրում Արի սիրուն ծաղիկներից հավաքի խաղեմ նվիրեմ քեզ ջանգիլում եմ նվիրեմ քեզ սիրուն ծաղիկներ եմ նվիրեմ քեզ Շնորհակալություն Են ջահել վաղտս կի չես տվել է ծաղիկներ, որ ճիշտը խոսամ։ Ծաղիկ աղել են ժամանակ, ծաղիկ չի եղել որ ծաղիկ։ Խի չի եղել այա քեզ ժամանակ չի եղել։ Ժամանակ չի եղել որ ծաղիկ։ Սաղ օրը վարորդ է իր, առավոտը գնեմ իրիկունը գալիս։ Բայց մեկա դու էլի չնստեց իր ճոճանակը, չուզես։ Չէ։ Ես չեմ կարող, խելոք պահի քեզ համար։ Յա, կարող ատեցես։ Քեզ խելոք պահի, հա։ Առաջարկություն չի արել։ Մի օր ասելա կգաս կինո չեմ գնացել, խռովել է։ Դե մի քանի օր նեղացած մասինք իրարից, բան ես կոմենկոմ։ 13 օր դուրս չեմ եկել տնից, որ չտեսնի։ 14-րդ օրը վերակացել իր պապային, հորքուրի տղային, մեկ էլ իր դարաբասից ընկեր ուներ, այդ ընկերոջը ուղարկել մեր տուն։ Ասում ես չեմ կեմ։ Իմ ասելիքս ես ասել եմ, դու գնացեք ձեր ասելիքը ասեք։ Չի եկել։ Գնացել է կինո։ Ասեմ ես չեմ գնում, բայց դե թող փորձի ասի ես չեմ ուզում։ Թող չուվերցնի ինձ, չի խանգարում ինձ։ Կներես եթե Ագնեսը չուզի գալյան կուզի, գալյան չուզի տանյան կուզի, ինձ որ իմ համար աղջիկը պրոբլեմ չի։ Դե եկան իրանք նստեցին, հարսս բերեց, տեղավորեց, դե վերջը վաղոն ա ուղարկել, ասես բա վաղոն ուրա։ Թե ես իմ ջահել այլի քյացել ա կինո, ասել ա ես իմ ասելիքս ասել եմ, դու գնացեք ձեր ասելիքը ասեք։ Հարսս հաց բերեց դրեց սեղանին, իրանց բերած կանյակը իրանք բացեցին։ Ասում են, արի տեսնանք ինչ ես ասում։ Ասեցի դե որ լցել եք խմելվեք էլի։ Այդ որ ասեցի արդեն խմեցին, շնորհավորեցին իրանց բանով։ Մամաս էլ Երևաներսկի, մամաս էլ տեղում չէր։ Գիտե որ չէ բար չկա։ Հնարավոր չի էլի։ Ինքը վաղորը ինձ խոսք էր տվել, սուտ ասում։ Հաջորդ օրը ընկերոջ հետ մի հատ նվեր վերցրած ժամացույց։ Ես իմ խմիչքեր, կանֆետեր, ինչեր դրանք էլ հետը վերցրել էր եկել։ Եկավ ու տենց էլ
բրծավ մեր նշանա, ինչա։ Նրանից հետո նորից բարիշեցինք, էլի հանդիպում բան։ 9 ամիս նշանված մնացել ենք, օգոստոսի 25-ին 63 թվին հարսանիք են արել։ Քավորն էլ եղել է Համոս Սահյանի եղբայրը։ Հերն ասավ Ագնես ջան, դու այսօրվանից արդեն մեր աղջիկը ես։ Այսօրվանից ասում եմ դու Մելքումյան Վահանի հարսն ես։ Սոված կմնաս, բան չանես։ Չգաս ինձ ասես սոված եմ։ Կծեցեն, չգաս ինձ ասես ծեցել են։ Եթե բողոքեց իր ամեն ինչից, ուրեմն դու իրարից չեք կարող ապրել։ Ամուսնացանք, ընտանիք կազմեցինք, երեխեք ունեցանք։ Լավ երեխեք ունեմ, 12 թոռ, 13 ծոր։ Իրենք են իմ հարստությունը։ Այս մեր տան նկարներն է, մեր հին նկարներն է։ Տենեմ ես ինձ սիրուն աղջիկ ես եղել, դրա համար սիրահարվել եմ վրիդ։ Շատ սիրուն նկարներ է։ Նկարն է սիրուն, թե ես։ Նկարում էլ սիրուն է, էլի։ Ուրիշ բան է, ասեմ թե նկարում էլ սիրուն է։ Անենց մարդ կա, որ չես ճանաչում, որ ես եմ։ Իսկ նկարով սիրուն չի դուրս գալի, բայց անենց կարող է գեշելնի, էլի սիրուն է դուրս գալի։ Այս բալաբեկի հետ է խորոված անում երևի։ Ինչա ձեռնից, միսա։ Միսա։ Միսա ձեռը տանում խորոված անում։ Դա ինչա։ Ես էլ մեր դպրոցում որ գնացինք նկարվեցինք, հիշում ես, կոլեկտիվ։ Մեր երեխերքն է, Սամոնիտ Կամպուչուրը։ Ռուբիկն է։ Ես որտեղ եմ։ Սարդարաբաթ է։ Սարդարաբաթ է նկարվել, հա։ Այնա է բան երևում, Սարդարաբաթ։ Հեսա դու ես։ Ես որտեղ եմ։ Այդ Սևան ենք։ Այնց հետը տարել ես, որ իմանամ որտեղ եմ։ Ես էլ զինվորական նկար է։ Մեզ իշտա, բայց նրանով չսիրահարվի։ Հա։ Ասում եմ, հա բանոց։ Դե դրա համար սիրահարվել եմ էլի։ Բադի։ Էդ է դաստակերտի նկարը։ Ես եմ։ Քեզ ես գոհում։ Բայց աղջիկով է հետը։ Այդ աղջիկը իմ սիրած աղջիկն է եղել բանակում։ Բա 3 տարի ինձ մնացել եմ, կարող ես առանց աղջիկ մնայի։ Այդքան միամիտ է, որ Բախի չես հետդ բերել։ Հա, բա ուզում էր գար։ Դե չուզես ելի մեկել ինչ իմանամ։ Սիրուն աղջիկա, պետք է բերած լինեի։ Հա, դե կգա էլի երևի ոչինչ ժամը։ Բայց մահացել։ Շատ փոքրիկ երեխա է, դա ինչ երեխա է, շատ փոքր։ Ախր դե փոքր դպրոց եմ գնացել, էլի 6 տարեկան դպրոց ես գնացել։ Հազիվ եմ քացել։ 13-րդ երեխան ինչ պետք է լսա։ Մեր բաժանելա վերջի կրտապրտանքը դու ես մնացել։ Դե պապիկ նայելի միշտ վրես խոսում է։ Բոյը կարճ է, այս 2-3 տարը մի անգամից ոնց որ շատ եմ փոքրացել։ Ողնաշարի ցավերից է, ինչա, բայց բոյով չեմ եղել, էլի իր ուսից եմ եղել շատ։ 13 երեխա է մայրս բերել։ Դե քույրիկներս, եղբայրներս շատ բոյով։ Ասում են, ախր բոլոր ում ես քաշել, դե մամաս էլ է բոյով եղել, պապաս էլ է եղել, էլի տենց։ Ասում եմ, այ բալա 13-րդն եմ, հələ այսքան էլ ինձ մնացել է, ասում եմ, ուր աղջիկ։ Հա, տատիկը 13-րդ զավակն է եղել, ես օրինակ չէի իմանում։ Դրա համար ինձ այսքան բաժին ասել, բոյդ փոքր, այսքան կոլոտ ես։ Ես էլ բոյով տղա եմ, էլի, հետո չնայած մի քիչ ժամանակ թափով, էլի, 85 կիլոյի չեմ ասում շատ մեծ է, ոչ էլ բանակից որ եկել է։ Այգն է կոլոտ փոքր աղջիկ է։ Խոսում է էլի, խոսում ենք, բոլորս էլ խոսում ենք։ Բայց որ տեղն գի կարող ենք ավելի շատ խոսալ։ Շատախոս ինքը 100%։ Դրա մասին ոչ մի խոսք։ Եթե ես կարամ 100% ասեմ, ինքը շատախոս է։ Ասում է հարգանքը փոխադարձաբար է։ Ես իրան եմ հարգում, դե կին եմ, ներում եմ, զիջում եմ, հարգում եմ։ Ինքն էլ մի 4 տարով ինձանից մեծ է, էլի, տարիքն էլ եմ հարգում։ Ամեն ինչ տանում է։ Ոնց ասած էլի, ներում է, հարգում է, շատ հարգանքին է։ Նրան վատ բան ասող չկա։ Սաղ էլ իրան բանն անում։ Հարգում, սիրում, գովում են ամեն ինչու։ Մեծ ընտանիք են եղել, բայց բոլորին էլ հարգել եմ, բոլորին սիրել եմ։ Ինչքան ուժս ներել է, արել եմ։ Ֆիզիկական էլ, նյութական էլ։ Հիմա էլ 4 հատ տալ ունեմ Երևանում են, ընտանիքներով։ Գյուղ են գալիս, բոլորին էլ հարգում եմ, ճանապարհում եմ, բոլորն էլ գիտեն, որ սուտ չլինի, արևովս էլ երդվում է, որպես հայրական օջախի հարս։ Հաշտ համերաշխ ապրել ենք, էլի, իրար հասկացել ենք, խանգարող չի եղել,
Գորս մորս հետ միասին ապրել եմ։ Տարիքով մարդիկ են եղել, այն ժամանակ հարցներն ուրիշ էին, հիմա ուրիշ է։ Ծառայելա որպես հարց։ Մի քանի տարիներ մենք անխոս ենք ասում։ Այդ հարգանքի նշան է, էլի։ Խոսությունը մեզ չի խոսում, էլի։ Այդ ժամանակ տենց է եղել։ Ոչ թե մենակ ինքինս շատ դերն են տենց եղել։ Որ սուտ չասեմ, ես շատ եմ իրան նկատմամբ հոգատար։ Չեմ գովում, դե ինքը տղամարդ է։ Ես ամեն հարցում հագնելու, մաքրության, ուտացնելու, դրսում նստում եմ, շորը բերում եմ, ասում եմ ցուրտ, ասում եմ ցուրտ չի, ասում եմ չէ, որ մրսեցիր, տուժը ինձ վրա է, պետք է կինը զիջող լինի, ամեն հարցում։ Ու եթե ուզում ես համերաշխություն լինի, պետք է հարգես, սիրես, ներես։ Մի քիչ իմ բնավորությունը չար է, շուտ եմ ջղայնանում, շուտ եմ բորբոքվում, բայց ինքը զգում է, որ ես արդեն ջղայնացած եմ, ինքը Սուսանում չի պատասխանում։ Տենով չի խոսում, ես էլ չեմ արդեն խոսում։ Հետո արդեն զգում եմ, որ ես էլ եմ սխալ արել, չեմ ասում սխալ եմ արել իհարկե։ Զգում եմ, բայց սուս եմ անում, էլի, որ սխալը նորից չկրկնվի։ Ինքը շուտ նեղանում է։ Ինքը իր ասածին է, որ ինքը ասեց, արդեն լռում եմ։ Ոչ մի բան էլ չեմ պատասխանում։ Գիտեմ, որ ասել է էլ վերջ։ Սուրճը դնում եմ, ամեն ինչը դնում եմ, ասում եմ, արի, դե գալիս է խմում կամ հացի ժամ առնեմ, ասում եմ, ճաշը սառում է, արի հաց ենք ուտում։ Արդեն բարեշվում է։ Երկու հոգի ենք, չի լինի, որ խռով մնանք, չի լինի։ Նեղանում եմ մեկ ջղայնանում եմ, էլի։ Ես իմ կնոջից նեղանամ, ուրս կարող է պատահի, նեղանամ, ում կնոջ մոտ պիտի գնամ, որ հարգեմ սիրեմ։ Այդ պրծել է ամեն ինչի։ Մեր տարիքին ոչ մեկը մեզ ոչ տրիություն կանի, ոչ բան կանի։ Ես բամբակ եմ, ինքը զանգակ։ Կա ինքը զանգակ է, ես բամբակ։ Ես ինչի գիտեմ, որնա բամբակ, որնա զանգակ։ Երկուսս էլ համ բամբակ ենք, համ զանգակ ենք։ Չէ, ես եմ զանգակ։ Ես եմ զանգակ, ինքը բամբակ։ Դե տղամարդը պետք է զանգակ լինի, էլի։ Կարող է կանիկը զանգակ լինի։ Վաղարշակ պապն ու Ագնեսատատը Համո Սահյանի տան հարևանությամբ են ապրել։ Հաճախ են իրար հյուր գնացել։ Այսօր էլ ամուսինները առիթը բաց չեն թողնում այցելելու բանաստեղծի տուն-թանգարան, որը նրանց մոտ ջերմ ու բարի հիշողություններ է արթնացնում։ Ինչքան բախտավոր ենք, որ այդքան մոտ ենք ապրում Համո Սահյանի։ Դե Սերկևիլի ծառին սիրուն բացվել է։ Յասամանն էլ է բացվել, սիրուն։ Յասամաններն էլ է բացվել։ Մեր բախտը բերել ամեն ինչով մոտիկ գնում գալիս են։ Շատ լավ է, բոլորին տեսնում ենք։ Այո, բոլորին, տուրիստներին։ Բարձանանք մեր սիրելի բանաստեղծի տուն-թանգարանը։ Այո։ Բարև ձեզ։ Առաջացի։ Համեցեք։ Բակից որ նայում եմ, ուրախանում եմ։ Մեր Սյունիքի հպարտությունն է, մեր ամբողջ հայ ազգի հպարտությունն է։ Մեր Համո Սահյանի մաման Գայանե Գրիգորյան Լահայան, դա մեր Համո Սահյանը։ Այո, պարգևներն է, պատվոգրերն է։ Դե իրանց ընտանիքն է, ինքն է, քույրիկներն են, այս Շչորս Դավթյանն է, Դեդան է, Բայցարն է։ Ոչ մեկը չկան դե։ Կան, ոչ չէ։ Այս էլ իրակինն է։ Դավթյանի կինն է էլի։ Հա։ Դե գիտեմ, բայց դա Բայցար չկա դե։ Դե կան։ Ասամ չկա մեկ էլ ասեմ, դու ինչ ես այդ բանալու։ Ինչ այս իրաց չեմ ճանաչում։ Նայում ինեն Համոնա, նասածների չգիտեմ արդեն։ Դիագնոզներ դնեմ որ ճանաչի։ Քնքուշս սիրուն, դասավորում է։ Այո։ Բոլորիս էլ ներկայացնում։ Այստեղ արդեն Այստեղ իր անգերների հետ է, իր համագյուղացիների հետ է։ Ես էլ իր տղաները գրել։ Արայիկը մեկ էլ բան։ Արայիկն է, Նայրիկն է։ Բուժուր ժամանակներս շատ են խաղացել, գիտեմ, հիշում եմ ես։ Դել իր անգերներն են, Կարոնա, այո, Սամվելն է, էդ Համո Սահյանն է, էդ էլ Արմենակն է։ Էն էլ քերրը։ Էդ էլ իմ քերրն է։ Այո։ Հրան Մաթեոսյանը, Համոնա, Հասմիկ դետը։
Գլոր գյուղի այս կիսաքանդ շենքը գյուղացիների համար մեծ նշանակություն ունի։ Այս դպրոցում ժամանակին դասավանդել է Աքսել Բակունցը։ Ավելի ուշ, երբ կառուցվեց նորը, վաղ Արշակ պապն ու Ագնեսատատն այնտեղ աշխատանքի անցան։ Այսօր, երկար տարիներ անց, կրկին բացում են դպրոցի հարազատ դարձած դուռը։ Դպրոցի ճամփան Դժվար է երկար շատերի համար։ Իսկ ով սերունի, ինչպես ուսումի դպրոցի ճամփան կարճ է դուրալի բոլորի համար։ Այստեղ աշխատել ենք, ես նա դու։ Ես քո վերած զանգն է, միջև հիմա օգտագործում է, քանի տարի է։ Ապրեն հիմիկվա երիտասարդները սիրուն մաքուր սարքել են, աշխատողները, Ռաֆիկը չկա։ Մանկավարներից ոչ մեկը չկա։ Մանկավարների նկարներն այլ 25 տարի, 30 տարի անցել է, ինչ պետք է աշխատում են։ Գյուղական վայրամսից դպրոցում Ափսոս երեխաները քիչ են։ Այո, մեզից հետո ամեն ինչը ավելի լավացել են։ Այն ժամանակ սենց չէր մեր դպրոցի վիճակը։ Նորոգել են ծաղիկներով։ Ամեն ինչը տեղին է։ Ցենեն զանգ ես եմ տեղադրել պատին։ Երկու հատ զանգ եմ բերել Երևանից, այս դպրոցին նոր։ Մեկը առաջարկի, մեկը 30 տարուց ավել։ Ես ինչքան լավ նվեր ես բերել, որ հիշատ ակա։ Այստեղ ինչ կա։ Ես չեմ ուզում բացել։ Ինչի, քո աշխատանքային վայրն է, բացի տնանք ինչ կա չկա, տարիներ աշխատել էստեղ, ոնց ասած, ահագին բաներ ա փոխվել։ Փոխվել է, շատ ա փոխվել։ Այստեղ սեղաններներ։ Գնում ես, ինչքան ավելի սիրուն, այն ժամանակ սեզ չէր։ Բայց մեր ուսուցիչներից ոչ մեկը չկա հիմա։ Դրա համար շատ եմ ցավում, որ եկել են։ 30 տարի աշխատել ենք իրար հետ։ Շատ սիրով ենք եղել, ոնց որ մի ընտանիք, ավելի հարազատ։ Մեկս մեկից մի սառը խոսք չենք ասել, չենք լսել։ Այդ տարիքն է հուզում։ Ջահել էինք, տարիքն է հուզում։ Տարիքը դա հուզում է ոչ թե։ Մանն ասում է, ինչի է ջղայնանում, ասեմ, չեմ ջղայնանում, տարիքս է ջղայնանում։ Ապրես, որ եկանք դպրոց, ասում էի չեմ ուզում ամոթա, բայց ճիշտ արեցինք, որ եկանք։ Ինչքան տարի ժամանակավոր ես դպրոցի չեմ գալիս։ Ես էլ մի անգամ եկել եմ կարծել, բայց դու չես պատճառով եք աստեղ ես դպրոց։ Արի մոտս, արի, ես քո ցավը տանեմ, արի, խապեցիր եկար ինձ հետ ամուսնացար։ Ես խապեցի։ Ինչ արի, խապեցիր։ Ես գնում էի Երևան։ Ես ուր էի գնում, ես գնում էի Եվրոպա։ Էլի գնայում է, ուշ։ Ոնց գնա։ Չթողեցիր ախր այն ժամանակ։ Ապրել ենք էլի։ Ինչ, կյանքը ապրել ենք, իրար հետ ապրում ենք։ Աշխատանք չկա, չեմ աշխատում, ստիպված կամ ջղայնությունս քեզ վրա պետք է անեմ, կամ ինչ-որ մեկին տամ, կարող է էլի շատ խոսան կամ ջղայնանամ։ Բայց հետո ջղայնությունը քանի րոպե է տևում, շատ քիչ։ Փոշմանում ես, չէ՞ շուտ։ Բա ինչ եմ անում, փոշմանում եմ էլի։ Այդ որ ջղայնացող չփոշմանում, բոլոր ջղայնացողներն էլ փոշմանում են։ Դու չես փոշմանում։ Դա ասում ես ճիշտ եմ արել որ ջղայնացել։ Չեմ ջղայնանում ես։ Ես կարամ քեզ վրա ջղայնանալ։ Չես կարող ջղայնալ, բայց մտքիդ մեջ է ջղայնալ։ Ինչ ասեմ, ես քեզ սիրում եմ։ Ապրես, որ սիրում ես։ Այն ժամանակ մի տես բառ չի եղել մեր մեջ։
Վարանը վարենք, տականանք, տատիներ բերի գաթան թխի, կամաս տականա գաթան ուտենք էլի։ Ինչպես գով եմ, գովքի արժան իմ նազելի, գովքը դաշխարն ես ծարածել, երկիր մեկ լսեմ նազելիս, ուր գնաս փեչը վարի մնաս փեչի մոտ վաղաշագը, սիրով դեմքդ Ես ինչ հոտա գալիս գաթայի, աչքը դունքդ գովելի է, սիրով դեմքդ սիրելի է, Ջալ ժամանակը տերել տեսնի, սիրուն ձայնով երկն էիր, աչքը դունքդ գովելի է, Զայնը տանը սպար, անուշ ձայնդ լսելի է, երկիր մեկ լսեմ նազելիս, միշտ էլ թեզ անուշ գաթաներ ես թխել, թխում եմ է, բայց շատ քիչ ես ուտում, կուտեմ, անպայման կուտեմ, արդեն հոտը գալիս է, ինչով օգնեմ տիկին Ագնեսը, ոչին բանով հենց նստի զրուցարա էլի, ենքան որ մենակ չլնեմ, Արի իմ քաղցր, արի, Արթուրը նստի գաթանը բերեցիր ապրես, նստի կտրի ուտե։ Վաղարշակ պապի ու Ագնեսա տատի համար հոգատարության, սիրո մասին պատկերացումները ժամանակի հետ փոխվել են։ Իրար լուր են սիրում, երբեմն էլ վիճում են, բայց սերը նաև հենց այդ պահերի մեջ է։ Գովքի արժանի ես։ 62 տարի միասին ապրել ենք, մենք իրարի շնորհակալ ենք, մեր սիրո պատմությունը մեր թորնիկների համար արդեն օրինակ է ծառայել, իրանք էլ չեն մոռանա մեզ։ Մեր երեխեքը մեզ չեն մոռանա։ Ձեր լռությունը զրունգում է ձորում եք, ձեր լռության համերգում ինձ բացակայ չդնեք։